Որևէ տեղեկություններ ես ձեզ չեմ հայտնելու։ Մյուս եկեղեցականների պես քչախոս է նաև Նաթան Սրբազանը, ինչ են քննարկել մի քանի ժամ տևած եպիսկոպոսատ ժողովում։ Մանրամասներ հայտնել չի ուզում։ Հղումեանում Մայրաթորի հայտարարությանը, որ օրվա երկրորդ կեսին տարածվեց։ Ես պարտավոր չեմ մեր ժողովի մանրամասները որևէ մեկի հետ քննարկելու։ Ինչպես եւ սպասվում էր, եպիսկոպոսների ժողովը քննարկել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից պատարագի ընթացքում կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի անունները միտումնավոր շրջանցելու հարցը։ Դատապարտել են, արձանագրել եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել պառակտման։ Նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Ում են պատժելու, անուններ չկան, ոչ մի ուղիղ խոսք նաև այն թեմակալների մասին, որոնց ներկայությամբ է շրջանցվել վեհափառի անունը։ Նրանցից առաջինը Վայոց-Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանն էր Խաչիկ գյուղում Փաշինյանի հետ պատարագին, որ ավելի ուշ ասում էր պատարագիչ քահանային վեհափառի անունը զեղչելու հորդոր հանձնարարական չի տվել։ Սրբազան պատարագի հենց այդ հատվածում, կարծես թե դուք ասում եք, այդ մի ասա։ Ես ոչինչ չեմ ասում այդ հատվածում, որտեղ պիտի հնչի վեհափառի անունը։ Ես այդպիսի բան պատարագին երբեք չեմ ասել։ Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էլ այս կիրակի վարչապետի հետ պատարագի էր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Այստեղ էլ վեհափառի անունը չհնչեց։ Պատարագիչ քահանան ավելի ուշ ասաց, ինքն է այդպես որոշել, արտահայտելու համար անհամաձայնություն իր բառերով տիրող անարդարությանն ու երկակի ստանդարտներին։ Որևէ եպիսկոպոսի իրավունքն է իր թեմի որևէ եկեղեցում պատարագի ներկա լինել։ Տպավորություն է, եկեղեցու ներսում պառակտում է սկսվել արտաքին ազդեցությամբ։ Այդպես է, Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետին խնդրում ենք մեկնաբանել։ Տպավորության հարց չկա։ Կա գործընթաց։ Եվ այդ գործընթացը դուք ինձնից ավելի լավ տեղյակ եք։ Իշխանություն եկեղեցի հակամարտության ընթացքում մի քանի անգամ սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև Նաթան Սրբազանը։ Ինչպես է վերաբերվում աղմուկին, հարցնում ենք։ Ինձ բնավ չի հետաքրքրում իմ անվան շուրջ։ Այնպես որ խնդիր չկա։ Թող շրջանառեն ինչ կան ուզում են։ Օրվա ընթացքում Վեհարանի դարպասներից այն կողմ եպիսկոպոսատ ժողովին հաջորդող լռություններ ներս ու դուրս էին անում որոշ հոգևորականներ հարցերին արձագանքում մի քանի բառով ժողովից տեղյակ չեն կամ Մայրաթորի հայտարարությունից դուրս ավելին ասել չեն ցանկանում։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։